Բոլոր երևի արդեն տեղյակ եք, որ կայացվել է հայցը մերժելու վերաբերյալ վճիռ, սակայն դատարանը կատարել է մի քանի կարևոր արձանագրում, որի մասին խոսելը ես շատ կարևոր եմ համարում եւ որի լուսաբանումը կարող է մեծ ուժ ունենալ նաեւ հետագա սերնդի համար։ Ինչ է արձանագրել դատարանը։ Նախ ամենակարևոր փաստը, որ արձանագրել է դատարանը։ Ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող եւ առ ոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրային սկզբունքներից։ Առաջին կարևոր հանգամանքը, որ դատարանն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո։ Երկրորդ, ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստի իրականությանը չհամապատասխանելու դեպքում դատարանը ողջամիտ չի համարում հայցորին դրանով վնաս պատճառել։ Դատարանը վերահաստատելով վերոգրյալով արդեն իսկ արտահայտված իրավական դիրքորոշումը ավելորդ չի համարում հավելել, որ հայցորը հանդիսանալով Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքում քննարկվող իրադարձությունների ոչ միայն անմիջական մասնակից, այլև ուղղակի դերակատար, ինչպես նաև հաշվի առնելով դրանց ներկայիս քաղաքական կարևորությունը եւ պատմական ճշմարտությունը հետագա սերնդերին առավելագույնս հավաստի կերպով փոխանցելու անհրաժեշտությունը վերաբերելի հրապարակումներում, այդ թվում եւ հատկապես ուսումնական գործընթացի մաս կազմող դասագրքային նյութերում, դրանց ճշգրիտ եւ ամբողջական նկարագրության առնչությամբ իրավացիորեն կարող է բարձրացնել համապատասխան մտահոգություններ, ի թիվս այլնի, նաեւ խնդրող առարկա հրամանագրի փաստացի չընդունման եւ կամ այն չեղարկելու վերաբերյալ թերի կամ ոչ լրիվ տվյալներ ներառված լինելու կապակցությամբ։ Դատարանը կարևորում է, որ հայցոր կողմի փաստարկներն ու դիտարկումները մասնավորապես տեղին են այնքանով, որքանով վերաբերում են դասագրքային նյութերում որևէ փաստաթղթի հիշատակմանը, ընթերցողի համար առանց դրա մասին առնվազն ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիությունն ապահովելուն, որպեսզի բացթողում հայցադյումի կից ներկայացված դասագրքի համապատասխան տեքստերում ակնհայտորեն առկա է։ Սակայն դատարանի համոզմամբ նշված հարցերի վերհանումը տվյալ պարագայում այնուամենայնիվ դուրս է հայցորի պատվի եւ արժանապատվության քաղաքացիական պաշտպանության տիրույթից։ Ուրեմն փորձեմ բացատրել ինչ է նկատի ունեցել դատարանը նշված դիրքորոշումը իր վճռի մեջ արտացոլելով։ Դատարանը նախ եւ առաջ արձանագրել է անվերապահորեն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ։ Սա մեկ, սա ֆիքսենք եւ անցնենք առաջ։ Երկրորդ, դատարանը հստակ արձանագրել է, որ հայցորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ պատմության դասագրքում գտած տեղեկությունները ոչ ամբողջական են։ Սա եւս արձանագրվել է դատարանի կողմից, ընդ որում դատարանը հիմք է ընդունել հայցադյումին կից ներկայացված փաստաթղթերը եւ նշել, որ հայցորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ։ Այսպես ասած, դատարանը կրթության նախարարության ուշադրություն է հրավիրել այս հանգամանքների վրա եւ կարելի է ասած առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ, որովհետեւ դատարանը հստակ արձանագրում է, որ տեղեկությունները ամբողջական չեն արտացոլված նշված դասագրքում։ Երրորդ, դատարանն արձանագրել է հենց արդեն մենք ունենք իրավական ակտ, ընդ որում Հայաստանի ոչ թե իրավական, այլ դատական ակտ, ընդ որում Հայաստանի արդարադատություն իրականացնող մարմնի կողմից կայացված, դատարանի կողմից կայացված, որով հաստատվում է, որ Արցախի նախագահի կողմից, այսպես ասած, կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը առ ոչինչ է։ Սա դատարանը հստակ արձանագրել է, որ նման հրամանագիրը առ ոչինչ է, այսինքն անվավեր է հենց կայացման պահից։ Ընդ որում դատարանը հողում է կատարել եւ ներպետական եւ միջազգային իրավական ակտերի։ Եվ այսպես ասած, հասել ենք արդարության թե ոչ հարցին պատասխանելով, կարելի է արձանագրել, որ որոշակիորեն մենք արդարության հասել ենք, որովհետեւ դատարանն արձանագրում է նախ հրամանագրով տեղ գտած տեղեկությունների իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու վերաբերյալ հանգամանքը, հստակ նշում կատարում, որ այդ տեղեկությունները պետք է համալրվեն, ինչը արձանագրում է հայցադյումին կից ներկայացված փաստաթղթերով։ Երրորդ, դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիր առ ոչինչ է, թե ներպետական եւ թե միջազգային իրավական ակտերով, նշելով, որ այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ։ Սա այն կարևոր տեղեկություններն են, որոնք ես ցանկանում եի հրապարակել, որպեսզի բոլորի համար լինի հասանելի։ Այսօր առավոտվանից որոշ լրատվամիջոցներ անգամ տեղեկություններ են տարածել, որ հայցը մերժվել է։ Այո, իրականում հայցը մերժվել է, բայց հայցը մերժվելով ասել, որ Արցախյան հանրապետության
նախագահ պարտություն է կրել այս գործով ճիշտ չէ, որովհետև ճիշտ հակառակը Արցախյան հանրապետության նախագահը հասել է նրան, ինչը հաստատի ցանկացել է։ Այսինքն մենք հասել ենք նրան, որ նշված հրամանագիրը դատական ակտով համարվել է առոչինչ։ Մենք հասել ենք նրան, որ դատական ակտով արձանագրվել է տեղեկությունների ոչ ամբողջական եւ ճշգրիտ լինելը։ Ուստի ես լրատվամիջոցներին խնդրում եւ այսպես ասած հորդորում եմ տարածել այն տեղեկությունը, որ քիչ առաջ ես հրապարակեցի։ Հղում կատարելով դատարանի կայացրած որոշմանը մենք այս որոշումը ուժի մեջ մտնելու հիմա չեմ բացառում, որ դատական ակտը կարող է բողոքարկվել թե մեր, թե պատասխանողների ցանկացածի կողմից։ Ընդ որում դատական ակտը կարող է բողոքարկվել օրինակ պատասխանողների կողմից անկախ հայցը մերժելու հանգամանքից պատճառաբանական մասով, այսինքն այն տեղեկությունները, որ դատարանն արտացոլել էին եզրահանգումները, որը դատարանը կատարել է վճռի մեջ, պատասխանող կողմը կարող է բողոքարկել, նշելով, որ այդ պատճառաբանությունների հետ համաձայն չէ։ Համաձայն է հայց մերժելու հետ, բայց համաձայն չէ ինչ պատճառաբանություններով է հայց մերժել։ Սրանով պայմանավորված մենք սպասելու ենք վճիռը օրինական ուժի մեջ մտնի, որից հետո դիմում ենք ուղղելու կրթության նախարարությանը եւ խնդրելու ուշադրության առարկա դարձնել այն հանգամանքը, ինչ արձանագրվել է դատարանի կողմից, խնդրելով օրինակ պատմության դասագրքում մտցնել ամբողջական տեղեկություններ։ Ինչ է ցանկացել նախագահը։ Նախագահը միշտ առաջարկել է անգամ դատական գործիքնության ընթացքում առաջարկել հարցության համաձայնություն, ասում է լավ, նշում եք, որ կայացել է հրամանագիր, պայմանական կայացել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ։ Նշեք ինչպես է դա կայացվել, նշեք դրա շարժառիթները։